Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Քրեական վարույթ Մայրաթոռում խուլիգանության համար, ինչ է պատմել փաստաբանը։ Ինչու են ձերբակալել ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Կանդազին, մեղադրանքը հայտնի է։ Աննա Հակոբյանը խոսել է Դանիել Իոաննիսյանին դատի տալու և ՊՊԾ պաշտպանությունից չհրաժարվելու մասին։ Ասում եք մի բան չի բռնում, չաշխատեմ, ինչ անեմ։ Այսինքն ՊՊՑ-ից հրաժարվեմ, ինչ անեմ, եկեք օրենք փոխենք։ Ինչու են Այգեզարդ գյուղում աշակերտները երգել ՔՊ նախընտրական քարոզարշավի երգը, տնօրենը բացատրություն ունի։ Առանց սաղավարտների ծառայություն սահմանին և առանց երաշխիքների մշակութային ժառանգություն Արցախում։ Նիկոլ Փաշինյանը խոսել է սահմանազատման և խաղաղության մասին։ Եվ կիլոմետրանոց հերթեր, աննախադեպ գներ հեղուկ գազի համար, ինչ է կատարվում շուկայում և ինչու հեղուկ գազ չկա Հայաստանում։ Հայաստանի սահմանները վերջնական ձև ստանալու շեմին են, առնվազն իշխանության ձևակերպմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատումը Ադրբեջանի հետ կշարունակվի և տրամաբանական ժամկետներում կհասնի ավարտին։ Հայտարարությունը հնչել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։ Սա իհարկե տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Եվ սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ավարտին կհասցվի սահմանազատումը Վրաստանի հետ սահմանին, և դրանով Հայաստանը ըստ էության ամբողջությամբ կսահմանի իր պետական սահմանները։ Սա ներկայացվում է որպես փակվող պատմական փուլ և նոր զարգացման օրակարգի մեկնարկ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է առանց սաղավարտների ծառայություն իրականացնող զինծառայողների մասին, ներկայացնելով դա որպես թեթևացված և յուրահատուկ վիճակ, իրականությունը տարածաշրջանում շարունակում է բացահայտել բոլորովին այլ պատկեր։ Մինչ զենքի պահունակները տեղափոխվում են պայուսակներ, ադրբեջանական բուլդոզերներն են դուրս գալիս մեր մշակութային ժառանգության դեմ։ Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնահատակ ավերումից հետո Ադրբեջանը նոր ուղղություն է ընտրել։ Այս անգամ վտանգի տակ է հայտնվել Արցախը խորհրդանշող ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Մենք ենք մեր սարերը, հայտնի Դեդո-Բաբոյի արձանը։ Ահազանգը հնչեցնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող Հովիկ Ահավանեսովը, ընդգծելով, որ հուշարձանը կանգնած է հնարավոր լիակատար ոչնչացման վտանգի առաջ։ 2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր։ Հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։ Սահմանազատման և խաղաղության օրակարգի մասին հայտարարությունների ֆոնին ձևավորվում է մեկ այլ իրականություն, որտեղ ոչ միայն տարածքներն են կարևոր, այլ նաև հիշողության և խոսքի սահմանները։ Ապրիլի 24-ին հանրային դաշտում ոչ միայն հնչեցին ընտրված ուղերձներ, այլև ըստ էության դուրս մնացին որոշ առանցքային դրվագներ։ Ոչ թե պատահականությամբ, այլ հստակ ընտրությամբ։ Ինչ կատարվեց ինֆորմացիոն դաշտում, Անիա Բաղյանն է ներկայացնում։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը կայքեջից հեռացրել է կաթողիկոսի այցը լուսաբանող նյութը։ Մամուլը գրում է նաև 2 աշխատակիցներին հեռացնելու մասին։ Տեղեկությունը համապատասխանում է արդյոք իրականությանը։ Փորձեցինք պարզել թանգարան ինստիտուտից։ Տեղեկացնում եմ, որ մեր հեռախոսազանգը ձայնագրվում է։ Ուզում եմ խոսել լրատվության բաժնի աշխատակիցների հետ, չեմ կարողանում, նաև տնօրենի հետ եմ ուզում կապ հաստատել, չի ստացվում։ Նրանք անջատում են։ Ես միանում եմ, բայց նրանք անջատում են, չեն պատասխանում։ Շատ լավ։ Դրանից առաջ եւ հետո մի քանի անգամ եւս զանգեցինք։ Ոչ մի արձագանք։ Այն, որ կաթողիկոսի այցի Ծիծեռնակաբերդում բարեխոսական կարգի մասին նյութը չկա, փաստ է եւ կանխատեսելի իրողություն ընդգծում է պատմաբան Թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Եվ ամենավատ այս պատմության մեջ է նա, որ սա շարունակական է լինելու, որտեղ իշխանությունները արդեն պատրաստ են ամեն ինչ։ Իրենց համար չկան կամիջ գծեր, չկան ինչ-որ սահմանափակումներ, որ սա չի կարելի, սա ուղղակի վերջին դրվագն է, որից այն կողմ անցնելը ուղղակի անթույլատելի։ Իրենց մոտ անթույլատելի բոլոր սահմանները անցել են։ Մինչ ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքից հեռացնում են կաթողիկոսի այցի մասին պատմող նյութը, հանրային հեռուստաընկերությունը ընդհանրապես չի ցուցադրում, չի խոսում այդ մասին։ Բարև ձեզ։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հանրային հեռուստաընկերության ղեկավար Հովհաննես Մովսիսյանից փորձեցինք պարզել, ինչու չեն լուսաբանել կաթողիկոսի այցը։ Ասաց, գրավոր են պատասխանում հարցերին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը պարզ է։ Քաղաքացիների հարկերից սնվում, բայց քաղաքացիական պայմանագրի համար են աշխատում, ընդգծում են Մենուա Սողոմոնյանն ու Գևորգ Ղուկասյանը։ Հանրային հեռուստաընկերության մասով ամեն ինչ երևի ավելի քան պարզ է, այստեղ շատ քննարկելու թեմա չկա։ Բայց ցավով պետք է արձանագրել, որ կատարելով քաղաքական եւ քաղաքական իշխանության պահանջները, ցեղասպանության թանգարան ինստիտուտը որպես ինստիտուտ, որպես ակադեմիական հարթակ, որպես մի հարթակ, որտեղ ակադեմիական ազատություն եւ ցանկացած ազատություն, որ չի հակասում օրենքին, պիտի երաշխավորված լինի, կորցնում է իր արժեքը։ Հանրայինը չի ցուցադրում կաթողիկոսի այցն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նահատակների բարեխոսական կարգը։ Փոխարենը հուշահամալիրում կառուցած հատուկ տաղավարից հատուկ ուղերձներ է հեռարձակել ցեղասպանության զոհերի թվի սփյուռքի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ մինչև 1.5 միլիոն հայ զոհերի թիվը, եթե հաշվի առնենք ամբողջ ընթացքը հայոց ցեղասպանության եւ քեմալական այդ Թուրքիայի հալածանքներին, կարելի է ասել, որ համապատասխանում է իրական է, այսինքն իրականությանը կարող է համապատասխանել, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլ նաև սովից համաճարակներից զոհերի թիվը։ Հայկ Դեմոյանի խոսքով Թաթոյանը ինստիտուտի այն գիտաշխատողներից է, որ պատմությունը լավ գիտի, պարզապես ծուղակն է ընկել։ Ինքը ամբողջից ելնելով տրվել է խարդավանքներին եւ իրեն հարմարեցրել են իր հնչյունած մտքերը, թեզերը հարմարեցրել են այսօրվա ԿՊՀ-ական, նիկոլական թեզերին ակնհայտ է։ Գիրո Մանոյանի խոսքով Ռոբերտ Թաթոյանի խոսքը այնպես չէ, թե սխալ է։ Հարցն այն է, թե ինչպես են ներկայացնում հանրությանը։ Գիտականորեն շատ սխալ բան չկա, այսինքն այնպես չէ, որ 1.5 միլիոնը չարտվեր է։ Ցեղասպանությունը ի նշանակում կարտել։ Ցեղասպանությունը նշանակում է ունենալ հստակ դիտավորություն, այդ դիտավորությունը լինի ինչ-որ էթնիկ ազգային խումբ բնաճնչելու, ամբողջությամբ կամ մասնագի բնաճնչելու քաղաքականություն, նույնիսկ քայլ առնելու պետք ունի, որովհետեւ ցեղասպանություն լինի։ Եվ ճիշտ է, որ ոչ որ 1.5 միլիոնը զոհներ են նահատակվել են բոլոր անպայման ծրից են անցած, ստեղծել են պայմաններ, օրվա Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ստեղծել են պայմաններ, որ հստակ է, որ արդյունքը պիտի լինի ոչնչացում հայտնի կանց մեխանալը։ Սրով արևն
ծոված պահելով արել են, դա ոչինչ չի բաղկացնում ցեղասպանության փաստից։ Հանրային հեռուստաընկերությունը հատուկ տաղավարից մեկ այլ հատուկ ուղերձ էր ցուցադրել Սփյուռքի վերաբերյալ։ Եթե ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործոց նախարարը հայտարարում է կամ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ասում է ցեղասպանությունը առաջնայինը չի մեր պետական քաղաքականության մեջ, վա, ինչպես կարելի է, զարմանում եմ։ Այսինքն իրենց համար զարմանք է առաջացնում։ Այն ինչ որ եթե գիտակցենք, պետությունը ունի իր առաջնային խնդիրները եւ բնականաբար ցեղասպանությունը մտնում է այդ ամբողջ ծրագրի մեջ, բայց չի կարող դառնալ առաջնային։ Այս հարցը արդեն ինքը մի խնդիր է, որ շատերը չեն ըմբռնում։ Շվեդիայի Սփյուռքի հանձնակատար եւ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ է ներկայացել Կարո Հակոբյանը։ Նրա խոսքով Սփյուռքը պետք է ունենա նոր մտածելակերպ, նոր ժամանակներին համապատասխան։ Բայց Սփյուռքում Կարո Հակոբյան անուն ազգանունով ներկայացուցիչը գրեթե դերակատարում չունի, նշում են Գևորգ Ղուկասյանն ու Կիրո Մանոյանը։ Եվրոպայի հայկական Սփյուռքի բոլոր դերակատար կազմակերպությունների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով շփման մեջ եմ, էլի այդ կազմակերպությունը, որի անունից նա ներկայանում է, չեմ, այսինքն դերակատար կազմակերպություն չէ։ Իսկ ասվածը իր հերթին հակասում է սփյուռքագիտության դասական կանոններին, որովհետև աշխարհի գրեթե բոլոր կայացած սփյուռքեր ունեցող ժողովուրդների պարագայում սփյուռքերը իրենց քաղաքականությունը չեն պայմանավորում հայրենի պետության արտաքին քաղաքականությամբ։ Սփյուռքը գործել քաղաքական օրակարգ է ունեցել անգամ այն պայմաններում, երբ Հայաստանն անկախություն չի ունեցել։ Սփյուռքը անկաշկանդ է ավելի, քան պետությունը, եւ այս փաստից պետք է օգտվի պետությունը, ոչ թե կաշկանդի նաեւ Սփյուռքին, նշում են զրուցակիցներս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ցեղասպանության թեմայի շուրջ ուղերձների եւ շեշտադրումների ընտրողական ներկայացումից հետո հաջորդ դրվագը տեղափոխվում է արդեն սիմվոլիկ դաշտ։ Ինչպես Գորժգայլերի հայտնի ժեստ ապրիլի 23-ին հայտնվեց Հանրապետության հրապարակում, ով է հեղինակը եւ ինչ արձագանք այն ստացել համացանցում, Անահիտ Սարգսյանն է ուսումնասիրել։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Թուրքիան ոչ միայն պաշտոնապես անդրադարձավ օրվա խորհրդին, այլ նաև ոչ պաշտոնապես։ Թուրքական հայրենիք կուսակցության փոխնախագահ Գյուրգյուզելի ահա այս նկարով եւ գիծ գրառմամբ։ Միթե սա հրապարակը չէ։ Հայրենիք կուսակցությունը իրականում թուրքական ազգայնական կուսակցությունը իր նախագահը Հրարչակ Դողում Փերինչեքն է, չգիտեմ ինչքանով եք լսել իր մասին։ Դողում Փերինչեքը հայտնի դարձավ նրան, որ Շվեյցարիայում դատապարտվեց հայոց ցեղասպանությունը շղթելու համար, քանի որ Շվեյցարիայում կա օրենք հայոց ցեղասպանության շղթումը քրեական պատիժ է սահմանում։ Հրապարակումն արվել է X սոցիալական ցանցում, սակայն հայտնի չէ, լուսանկարն արվել է հենց ապրիլի 23-ին, թե ավելի վաղ եւ երբ է արդյոք Գյուրգյուզելը եղել Հայաստանում, բայց փաստը մեկն է, հասել է հրապարակ եւ նկարվել Գորժգայլերի նշանով։ Ինչ է սա նշանակում։ Մշտապես զբաղված են ցեղասպանության ճանաչման դեմ պայքարով, հակահայկական քարոզչությունով եւ Երևան գալ Գորժգայլերի նշան անելն հերթական քայլերից մեկն էր։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակ է նշում՝ ցույց տալ Թուրքիայի հանրությանը, թե ինչ սխրագործություններ են իրենց հայրենակիցներն անում Հայաստանում, իսկ խնդիրը ներկայ իշխանությանը պետք է հուզի մեծապես։ Պետք է դիտեմ, որ բան արվի, եթե հրապարակումը ակնհայտ է, որ բանումա Թուրքիա երիտասարդների դեպագրությունը բաժանող ցույց տա։ Ուղղակի լճպիտան ակնհայտ դրսևորում է, բայց Թուրքիան ինքը Հայաստանի հանդեպ վերին աշխանի ներմացած նամական քաղաքականություն է վարում։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը շեշտում է, Գորժգայլերի նշանը Թուրքիայում օգտագործում են միայն ազգայնամոլական ռադիկալ շարժման թևի ներկայացուցիչները։ Տվյալ դեպքում հայրենիք կուսակցությունը կապ չունի նրանց հետ։ Միակ ընդհանուր գիծը ծայրահեղ շովինիստական գաղափարախոսությունն է։ Թուրքագետներն այս քայլը սադրանք են որակում։ Բացի այդ, թուրքերից շատերի համար Հայաստան գալը եւ նման ժեստերով նկարներ հրապարակելը հերոս ձևանալու հարմար առիթ է։ Հովասանքի մեծ ալիք է բարձրանում մեկնաբանությունների դաշտում։ Սադրանք, ուղղակի
այտենց փորձելով այդ հատուկ նաև օրներ փաստացի պատահական չի ինձ ապրիլի 23-ին հրապարակել։ Այս քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ առողջ հարաբերություններ հաստատել։ Նույն թշնամական քաղաքականությունը շարունակվում է։ Նույնիսկ Արցախյան պատերազմից հետո, երբ թվում էր, թե Թուրքիան բազմաթիվ հարցեր պետք է հարթված համարի, ելի շարունակում է նույն ատելության քարոզը։ Նշանակում է Արցախի եւ այլ պատճառաբանությունը Հայաստան դեպի ճշնամանքը արտարակնելու համար։ Ինչ կարող է լինել, ըստ երևույթին չի հրաժարվում Նախիջևանների տարածքով դեպի Ադրբեջան համակային ուղիղ կապ հաստատելու նկատումների։ Թուրքագետները եւս մեկ կարևոր փաստ են նշում. Գորշ գայլերը միայնակ չեն գործում, իսկ նույնանուն կուսակցությունը ընտրությունների մասնակցելիս առանձնապես աչքի չի ընկնում հավաքած ձայներով, բայց ազդեցիկ է եւ աջակցություն է ցուցաբերում ընտրությունների մասնակցող ազգայնական կուսակցություններից որևէ մեկին։ Ինչ վերաբերում է Գյորգուզելին, ապա հատկանշական է, որ նա նաեւ թուրքական հարցթերթի եւ Ֆիքիրթեփե ամսագրի սեփականատերն է եւ սոցցանցերում կարծիք ձևավորող անձ։ Չմոռանանք, որ մի քանի ամիս առաջ էլ ադրբեջանցիներն էին շրջում Հայաստանի Հանրապետությունում, տարածելով տեսանյութեր Ամասիայից, Գյումրիից եւ հրապարակից։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մայրաթորում խուլիգանության համար դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող անձինք մայրտաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ։ Վարույթը դրան է վերաբերում։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով դեպքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացվել, որի առթիվ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել։ Փաստաբանը հայտնել է, որ դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ։ Հետևաբար վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարույթային ակտերը հիմնավոր չեն։ Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել բողոքը։ Վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել նախաքննություն։ Դատարանն ընդգծել է, որ սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր։ Մասնավորապես, հաղորդման մեջ ներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը բարձրանալով մայր տաճարի սյան վրա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մարդկանց բազմության ներկայությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է Կանդազ անունով։ Այսօր ավելի վաղ իրավապահները հայտնել էին ուժեղ Հայաստանին առնչվող ևս մեկ քրեական գործի մասին։ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ուժեղ Հայաստան դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար։ 4 անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Մյուս երկուսի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։ 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանում, մայր Հայաստանում, Հայաստանի իշխանությունները։ Իսկ Աննա Հակոբյանը մտադիր է դատի տալ անկախ դիտորդին եւ դիտորդներից Դանիել Իոաննիսյանին։ Անկախ դիտորդ դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ ենթադրյալ խախտումներ է հայտնաբերվել Իմ քայլը հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ եւ դիմում է վարչական դատարան, պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 եւ 2.
անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադումի ներկայացման հնարավորությունը իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Կարճատև ամուսնալուծությունից հետո վարչապետի հետ օրերս վերամիավորված Հակոբյանին բարկացրել է նաև լրագրողի հարցը, թե ինչու է շրջում ՊՊԾ ծառայողների հսկողությամբ։ Այսինքն դուք ինձ զրկում եք նաև բոլոր մարդկանց նման հավասար աշխատելու իրավունքից եք ինձ զրկում։ Բայց ի՞նչն եք, բայց ասում եք մի բան չի բռնում, չաշխատեն, ինչ անեմ։ Այսինքն ՊՊՑ-ից հրաժարվեմ, ինչ անեմ, եկեք օրենք փոխենք։ Եկեք բան սկսենք, օրենքները փոխենք, ինչ ասեմ, ինչ եք ասում։ Այստեղ քայլում եք, բայց նաև Փաշինյանի կինն եք, այդ երկուս իրար հետ Դե ես էլ բոլորին հորդորում եմ լուրջ վերաբերվել մեր սահմանադրությանը, մեր սահմանադրության կետերին, լուրջ վերաբերվել, որովհետև դրանք մեզ են պաշտպանում, մեզ բոլորիս։ Իսկ քաղաքական եւ իրավական հակադրությունների ֆոնին հաջորդ պատմությունը տեղափոխվում է կրթական միջավայր։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցում աշակերտները մասնակցել են միջոցառման, որի ընթացքում հենց աշակերտներն էլ երգել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի երգը։ Օրինակ դպրոցի տնօրենը այդտեղ որևէ վատ բան չի տեսնում, չի կարծում, թե երգը քաղաքական է, ասում է բառերը լավն են։ Մարզպետարանն էլ է նորմալ համարում կատարվածը։ Իսկ նորմալ կլիներ արդյոք, որ երեխաները երգեին օրինակ Հայաստան դաշինքի կամ ուժեղ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի երգերը։ Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցի աշակերտներն են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի երգն են երգում դպրոցում կազմակերպված միջոցառման շրջանակում։ Քաղաքական հանձնառություն, որը օրենքում հետևողականորեն կիրառմամբ բերում ենք ավելի տրամաբանական ամփոփիչ ձևակերպման, դա ուրեմն քաղաքական զսպվածության պահանջն է, որը առաջարկում ենք կիրառել տնօրենների, վարչատնտեսական համակարգողների նկատմամբ եւ դրանով իսկ վարքային սահմանափակման պահանջ առաջադրել, որը զերծ կպահի մեր հանրակրթական հաստատությունները քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից։ Նախարարի խոսքն անտեսում են այս դպրոցում։ Դպրոցի տնօրենը չի կարծում, որ այս երգը քաղաքական է, պնդում է քաղաքացու օրվան նվիրված երգ է, իրենք էլ գործածել են։ Մեր պնդումներին, որ երգը ԿՊ-ի նախընտրական երգն է, տնօրեն Նունե Բաբլոյանը պատասխանեց. «Ինչ վատ երգ է, բառերը գեղեցիկ են»։ Վերջինս տեսախցիկների առաջ պարզաբանում տալ չցանկացավ։ Դա նախ պետք է արժանանա համապատասխան գնահատականի, սա պետք է բարձրաձայնեն եւ լրատվամիջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Այդ թվում նաեւ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը եւ ես հիմա հետեւողական եմ լինելու եւ այդ մասին արդեն ուղարկելու եմ։ Տնօրենը նաեւ պնդեց, թե երեխաներն են որոշել այդ երգը կատարել, իրենք դեմ չեն եղել։ Ամեն տարի նշում են քաղաքացու օրը, այս տարի էլ բացառություն չէ։ Ավելին Բաբլոյանը մեզ վստահեցրեց, թե երգը բավականին հին է ու կապ չունի քարոզարշավի հետ։ Այո, կրթական համակարգը պետք է դուրս լինի ցանկացած քաղաքական իրադարձությունից եւ իրավունք չկա դպրոցում նման գործունեությամբ զբաղվել։ Պատասխանատվությունը դրա համար կրում է տվյալ դպրոցի տնօրենը եւ նա եւս պետք է պատասխանատվություն կրի դրա համար իր վերադասի կողմից։ Շատ լավ առիթ է նաեւ որպեսզի լիազոր մարմինը կրթության եւ մնացած բաների նախարարությունը հենց նախարարը հանդես գա հայտարարությամբ եւ խոստանա, որ նման բաներ չի պետք կրկնվի։ Բաբլոյանը ամբողջ զրույցի ընթացքում շարունակում էր հերքել, թե իրենք քաղաքականացված են։ Պնդում էր անտեղյակ են եղել։ Մեր պնդումներին, թե որ քաղաքական ուժի երգն է լիներ խնդրահարույց է, տնօրենը նշեց, երբեք չեն մտածել, որ երգը քաղաքականության հետ կապ ունի։ Կարևոր չի թե որ քաղաքական ուժի հետ կապված է դա արվում, որովհետև դպրոցը կրթական համակարգը իսկապես պետք է զերծ մնա քաղաքական բոլոր իրադարձություններից։ Սա նաև կարելի է գնահատել որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև դա արվում է պետության ֆինանսավորմամբ կրթական հաստատությունում, եւ դա վարչական ռեսուրսի օգտագործումը։ Դպրոցը գտնվում է մարզպետարանի վերահսկողության տակ։ Մարզպետարանի կրթության վարչության պետը չցանկացավ հարցազրույց տալ։
Մարզպետի խորհրդական Քրիստինե Պողոսյանը եւս մեծ հետ զրույցում ասաց, երեխաներն են ցանկացել երգել այդ երգը։ Դա որևէ դպրոցում, որևէ բան մարզպետի աշխատակազմի կողմից չի հրահանգվել, որ այդպես արեք կամ այսպես արեք, այնպես արեք, քաղաքացիորն է, գիտեք, պետականը նշվում է։ Այդ տոնը մեզ մոտ արդեն քանի տարի է երեխաները իրենք են երևի որոշել։ Պողոսյանն ասում է, ոչինչ փոխել չեն կարող, իրենք կփորձեն նորից խոսել տնօրենների հետ ու հորդորել զերծ մնալ քաղաքական գործունեությունից։ Մինչդեռ նախարար Ժաննե Անդրեասյանը խոստացել էր խստորեն պատժել նման տնօրեններին։ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին կրկին հորդորեց հարցերի պատասխանը ստանալ գրավոր հարցման միջոցով։ Մենք նախարարությունից կպարզենք ինչ արձագանք է ունենալու այս միջադեպը։ Իդեպ դպրոցի էջից հեռացվել է տեսանյութը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վերջին շրջանում քաղաքական խոսույթում նկատելի է մի վտանգավոր միտում, երբ պետականության մասին քննարկումները սկսում են կառուցվել ոչ թե ինստիտուտների, այլ անհատների շուրջ։ Եվ երբ պետության գոյության կամ կայունության գաղափարը կապվում է մեկ անձի հետ, դա արդեն պարզապես քաղաքական ձևակերպում չէ, այլ համակարգային ընկալման հարց է։ Քաղաքականությանը անծանոթ չէ այս հիվանդությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ բռնապետություն հաստատելու համար սահմանել են չափորոշիչներ իրենց համար ու ստիպել հասարակությանը առաջնորդվել դրանցով։ Հայտնի օրինակներից են Հիտլերը, Ստալինը, Թուրքմենստանի առաջին նախագահը։ Օրինակները Անիա Բաղյանն է համադրել։ Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Փաշինյանի հայտարարությունից 8 տարի անց խորովածի ծխի ֆոնին նման վերտարությամբ պաստառ էին փակցրել Սարիկ Մինասյանն ու իր որակմամբ հայրենասեր մի խումբ մարդիկ։ Չկա Հայաստան առանց Փաշինյանի նախադասությունը չի զիջում Փաշինյանի այս հայտարարությանը։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Երբ պետությունն ու պետական ինստիտուտների գոյությունը պայմանավորում են մեկ մարդու գոյությամբ, ինչ է նշանակում։ Մարդը կարող է վաղը որոշի, ասի չէ, հոգնել եմ, ես չեք գնահատում, ես գնում եմ սարերում մեդիտացիայով զբաղվենք, հետո պետքա խնդրենք, ասենք հետարի, որտեղ դու որ գնաս այլևս պետություն չի լինի։ Ընդհանրապես լավ ղեկավարը նա է, ում բացակայությունը չի ազդում ընկերության, կազմակերպության գործունեության վրա։ Ինքնիշխանության, ժողովրդավարության 3 միլիոն վարչապետ ունենալու մասին խոսում, բայց մեկ անձի հետ են կապում իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի իշխանությունն ու հավերժականությունը։ Հայաստանի Հանրապետությունում իրական սահմանադրական ճշմարտությունը հետևյալն է։ Մեր երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ժամանակավոր են, ովքեր գալիս են ժողովրդի կամա արտահայտությունը իրականացնելու, կազմակերպելու պետական իշխանությունը։ Այս պաստառով իրենք այս ողջ տրամաբանությանը, մեր պետության, մեր սահմանադրական ճշմարտությանը հակասում են։ Անձի պաշտամունքով են տառապում Փաշինյանն ու թիմակիցները, նշում է Արթուր Խաչատրյանը։ Քաղաքականությանը անծանոթ չէ այս հիվանդությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ բռնապետություն հաստատելու համար սահմանել են չափորոշիչներ իրենց համար եւ ստիպել հասարակության առաջնորդվել դրանցով։ Հայտնի օրինակներից են Հիտլերը, Ստալինը, Թուրքմենստանի առաջին նախագահը։ Վերջինիս Սափուր Մուրադ Նիազովի իշխանությունը ուղեկցվում էր անհատիկ կուլտի դրսևորումներով, անգամ տարվա ամիսների անվանումներն էր փոխել իրեն հարմարեցնելով։ Ինքը փորձնում է իրեն նույնականացնել Հայաստանի հետ եւ Հայաստանը եւ Հայաստանի ժողովրդին իր գերին սարքել, իր պատանդը դարձնել, ինչը նշանակում ես չլինեմ, Հայաստան չի լինի։ Այսինքն ինչ մենք բոլորը սենց անիծված ենք, դատապարտված ենք իրան ամբողջ կյանքը հանդուրժելու։ Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Հետո պետության գոյությունը կապում իր գոյությամբ։ Սա իշխանությունը պահելու փորձված բռնապետական ձև է, ընդգծում է Գոհար Մելոյանը։ Այդ ուղերձը, հայտնի պաստառը, որ վերադարձ Հայաստան, արդյոք կարող ենք ենթադրել, որ ուղերձ է Ադրբեջանին, որովհետև զուգահեռ իրականությունում Ադրբեջանի ճակերտավոր խաղաղասեր ղեկավարը ամենօրյա ռեժիմով կարելի է ասել, բարձր հարթակներից, թե իրավական մակարդակով,
թե քաղաքական մակարդակով, թե գիտակադեմիական մակարդակով առաջ է քաշում 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման թեզը։ Հիտլերից, Ստալինից, Սափումուրատ Նիազովից հետո գոյություն ունեն թե Գերմանիան, թե Ռուսաստանը եւ թե Թուրքմենստանը։ Անձի հետ պետությունը կապելը ըստ զրուցակիցներիս հակաքրիստոնեական ու հակապետական է։ Անի Աբախյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ Բաքվի մի շարք գովազդային վահանակներում շրջանառվում են Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կադրեր, ուղերձով, որ հենց գործող վարչապետն է ամենահարմար գործընկերը տարածաշրջանային օրակարգն ավարտին հասցնելու համար։ Ադրբեջանական մեդիա դաշտում Փաշինյանին հաճախ ներկայացնում են որպես այն քաղաքական գործիչը, որի իշխանության օրոք Բաքուն հասել է իր ամենակարևոր ռազմավարական նպատակներին՝ Արցախի հարցի փակման, սահմանազատման գործընթացի, խաղաղության պայմանագրի օրակարգի եւ Հայաստանի սահմանադրության փոփոխության շուրջ պահանջների առաջմղման վերաբերյալ։ Ադրբեջանցիները սոցցանցերում մեկնաբանելով Փաշինյանի Բաքվի վահանակներին հայտնվելը Փաշինյանին անվանում են ադրբեջանական ժողովրդի մեծ բարեկամ, առանց որի օգնության իրենք իբր չէին կարող հաղթել 2020 թվականի պատերազմում։ Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել։ Գազալցակայանների մեծ մասը կամ ընդհանրապես չի աշխատում, կամ վառելիքը տրամադրում է սահմանափակ քանակությամբ եւ կտրուկ բարձրացրած գներով։ Եթե դեռ մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի 1 լիտրի միջին արժեքը 190 դրամ էր, ապա այսօր 250-ից 300 դրամ։ Լցակայանների մի մասն էլ ընդհանրապես անցել է կտրոնային վաճառքի։ Ինչ է կատարվում շուկայում եւ ինչու Հայաստանում չկա հեղուկ գազ, Սեդա Կյուրեղյանն է պարզել։ Կիլոմետրերով հերթեր, աննախադեպ գներ, գազ չկա գրվածքով ցուցանակներ։ Լոռիից Երևանում մինչև Սյունիք հեղուկ գազ չկա։ Քաղաքացիներն անգամ Facebook-ում են հեղուկ գազ որոնում։ Շատ տեղեր գրում են 220 դրամ, իբրև էժան, բայց մոտենում ես, ասում են չկա գազ։ 3 Էջմիածնի տարածքում, աշտարակում, Զովոնիում չկար։ Ֆլեշը չեկով էր։ Գառնիում հեղուկ գազ չկա Երևանից, չգիտենք թանկացել է, թե չեն տվել։ Պտտվեցինք տարբեր լցակայաններում, հասկանալու որն է դեֆիցիտի պատճառը։ Խաղաթողներ չկա։ Գազ չկա։ 3 օր երևի։ Իսկ ինչով է պայմանավորված։ Լարսը կապված է։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, Լարսը մի քանի օր է փակ է մեծ բեռնատարների համար։ Տնտեսագետը մանրամասնում է, եղանակն է պատճառը, որ մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են։ Հայաստանում գազի տակման հնարավորությունները շատ քիչ են եւ երբ որ վերին արտաքետի մատակարարումները դադարում են, ապա մեր հեղուկ գազի կայաններում առաջանում է դեֆիցիտ կամ բաց։ Այս ֆոնին հեղուկ գազը ռեկորդային գներ է սահմանում։ Տարբեր կետերում գինը տատանվում է 250-ից 350 դրամի միջև։ Այն կետերում, որտեղ գազ կա, հարյուրավոր մեքենաներ են սպասում հերթի մեջ։ Լցակայանների մի մասում սպասարկում են այն վարորդներին, որոնք նախապես կտրոն են ձեռք բերել։ Վերջերս նաև ես լսեցի լրատվականներից, որ կան որոշակի այլ սահմանափակում, որոշակի քաղաքացիներ, ովքեր ժամանակին չեկեր են ձեռք բերել, որպեսզի լիցքավորեն, եւ այդ լցակայանները, ովքեր ունեին գազ, իրանք լիցքավորում են միայն այն քաղաքացիներին, ովքեր որ ունեին այդ չեկերը, այսինքն այստեղ կանխիկ կամ անկանխիկ այլ գործարքներ չէին իրականացնում, դա չգիտեմ որքանով է օրինական, որքանով չէ, սպառողների շահերին որքանով է հակասում, դա պետք է պատկան մարմինները ուսումնասիրեն եւ գնահատական տան։ Իսկ ովքեր կտրոն չունեն կամ հերթի մեջ են սպասում, կամ հեղուկ գազի փոխարեն անցել են բենզինի, Քեյանն ասում է, այդ տարբերակն ավելի շահեկան է վարորդների համար։ Ֆինանսական բեռը համարը նույնն է դառել, դրա համար է վարորդները նախ ավելի շատ այդ բենզինը քան հեղուկ գազը։ Հեղուկ գազի գինը շուկայում որոշվում է ընկերությունների մրցակցության արդյունքում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից փոխանցեցին, իրենք հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չեն իրականացնում։ Մենաշնորհային կազմակերպություններ շուկայում չկան, ներկրողները հարյուրավոր են, մինչդեռ տնտեսագետն ասում է, իրականությունը փոքր-ինչ այլ է։ Մի քանի խոշոր տնտեսվարողներ ունեն պայստավորման մեծ հնարավորություններ եւ երբ որ դադարում են մատակարարումները լարսից, ապա նրանք օգտվում են առիթից եւ շուկայում կարող են գնել, բարձրացնել, թելադրել եւ արհեստական պակասություններ ստեղծել։
Վարորդները սոցցանցերում իրար շնորհավորում են։ Լարսից հեղուկ գազի վերջին օրերի առաջին խմբաքանակն է մուտք գործել Հայաստան։ Հուսով են առաջիկա շաբաթներին անընդհատ տատանվող գները վերջապես կիջնեն եւ շուկան կկարգավորվի։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրավիրվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրավ Լամսդորֆը։ Ըստ գերմանական լրատվամիջոցների Լամսդորֆը պետք է ներկայանար գերմանացի քաղաքական գործիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների միջև ենթադրյալ կապերի վերաբերյալ հարցերի պատճառով։ Դեսպանը խոսնակի միջոցով հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ ռուսական կողմը կկարողանա հիմնավորել իր մեղադրանքները։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է զանգահարել իրենց, եթե ցանկանում է խոսել, հավելելով սակայն, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից։ Հակառակ դեպքում հանդիպելու ոչ մի պատճառ չկա։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք, հեռախոս կա։ Մենք ունենք լավ անվտանգ հեռախոսագծեր։ Ավելի վաղ Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել։ Գաղտնի ծառայության աշխատակիցներն անմիջապես Թրամփին եւ նրա կնոջը դուրս են բերել, մյուս հյուրերը թաքնվել են սեղանների տակ։ Նախագահը չի տուժել, սակայն գաղտնի ծառայության մեկ աշխատակից վիրավորվել է։ Հարձակվողը 31-ամյա տղամարդ է, որն ինչպես պարզվել է ավելի ուշ ուսուցիչ է, նրան ձերբակալել են։ Հարձակնության ժամանակ նա հայտարարել է, որ ցանկանում է կրակել նախագահի վարչակազմի անդամների վրա, առանց Թրամփին որևէ թիրախ նշելու։ Այժմ լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ Վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։